Այս տեսանյութով ես դիմում եմ երիտասարդությանը, դիմում եմ երևանցիներին։ Ժողովուրդ ջան, շատերը տեսել եք այն տեսանյութը, թե ինչպես Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ապօրինի զավթում Տորքանգեղ այգու տարածքը, որտեղ ծառեր էին քոկահան արել, ծառեր էին կտրել, կանաչ կենսունակ ծառեր էին վառում։ Եվ արդեն Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը համապատասխան փաստաթղթերը մուտք արել Երևանի քաղաքապետարան, որ այդ ամենը օրինականացնի։ Ժողովուրդ ջան, նաև շատերը տեսել եք այն տեսանյութը, թե ինչպես է պետությունը 4288 քառակուսի մետր հողատարածք, որում կա լիճ, վաճառել է 28950 դրամով։ Այսինքն համայնքային հողերը կոպեկներով վաճառել են։ Ժողովուրդ ջան, Երևանը մեր բոլորիս օգնության կարիք ունի, քանի որ Երևանի քաղաքապետարանը հաստատել է Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որով հնարավորություն է տալի, որ այգիների տարածքները որոշ սեփականաշնորեն վաճառեն։ Երևանի կանաչ ֆոնդը փոքրանալու է։ Դա ճիշտ չի, դա նորմալ չի, որ այգու տարածքները վաճառեն, օտարեն։ Դրա համար, ժողովուրդ ջան, կա հարցի լուծում։ Ես հարցի լուծումը տեսնում եմ հետևյալում, որ բոլորս միասին իրար հետ երիտասարդությունը, երևանցին համախմբվի եւ պայքարի այս սխալ չարաբաստիկ Երևանի քաղաքապետարանի կայացած որոշման դեմ։ Ես այս ուրբաթ-օրը ժամը 4-ին Արգիշտի 1 հասցեում Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ իրականացնելու եմ ակցիա։ Ակցիան լինելու է նրան ուղղված, որ Երևանի քաղաքապետարանը հետ կանգնի իր կայացած որոշումից։ Բայց եթե երևանցին չգա, երիտասարդությունը չհամախմբվի եւ ներկա չգտնվի, այլ կան 5 կամ 10 հոգի, շատ քիչ մարդ, դա մեզ մոտ չի ստացվի, որ Երևանի քաղաքապետարանի վրա հանրային ճնշում գործել, որ քաղաքապետարանը իր որոշումից հետ կանգնի։ Այսինքն, եթե երևանցին, երիտասարդությունը ոտքի չկանգնի, չգա ուրբաթ օրը ժամը 4-ին Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, դրանով իսկ երևանցին երիտասարդությունը լեգիտիմություն է տալի Երևանի քաղաքապետարանին, որ Երևանի այգիները, որոշ կանաչ գոտիները օտարեն, վաճառեն։ Ժողովուրդ ջան, եկեք բոլորս իրար հետ համախմբվենք, պայքարենք, կապ չունի քաղաքական հայացքները, ով որ քաղաքական ուժին է աջակցում, թե մարդիկ որ վարչական շրջանից է, կլինի դա Մասիվցի, Ավանցի, Դավթաշենցի, Շեգավիցի, կապ չունի, Երևանը բոլորինս է։ Եկեք Երևանի քաղաքապետարանին բոլորին ցույց տանք, որ երևանցին երիտասարդությունը քնած չի, անտարբեր չի եւ պատրաստ է պայքարի Երևանի կանաչ ֆոնդի կորցնելու դեմ։ Ժողովուրդ ջան, եթե շատ մարդ գանք, հավաքվենք եւ պայքարենք, ես վստահ եմ, համոզված եմ, որ մեզ մոտ կստացվի Երևանի քաղաքապետարանի այդ չարաբաստիկ սխալ որոշումը չեղարկեն, որովհետև Երևանի քաղաքապետարանը ուզի թե չուզի, հաշվի կնստի երևանցու կարծիքին, եթե շատ մարդիկ հավաքվեն, նորից եմ կրկնում, եթե քիչ մարդ գա այդ ակցիային մասնակցի, դրանով իսկ Երևանի քաղաքապետարանին լեգիտիմություն ենք տալու, որ կանաչ գոտու տարածքները օտարեն, վաճառեն։ Ժողովուրդ ջան, դուք եք որոշում, դուք եք լեգիտիմությունը տալու, վաճառի Երևանի քաղաքապետարանը համայնքային հողերը, թե ոչ։ Լուծումը նորից եմ կրկնում, հետևյալում է, ուրբաթ օրը ժամը 4-ին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ բոլորս մի մարդու պես համախմբվենք եւ պայքարենք, ճնշում գործենք Երևանի քաղաքապետարանի դեմ։ Ցույց տանք, որ երևանցին քնած չի, երևանցին անտարբեր չի։
Ժողովուրդ, արեք բոլորս իրար հետ համախմբվենք եւ բոլորին ցույց տանք, որ Երևանի քաղաքապետարանը փակ դռներից այն կողմ Երևանի ճակատագիրը սխալ ուղղությամբ վատ որոշումներով իրավասու չի որոշել, այլ որոշում է Երևանի ճակատագիրը երիտասարդությունը եւ Երևանցին։ Դրա իսկ կապակցության ժողովուրդ ջան, բոլորիդ խնդրում եմ եւ կոչ եմ անում մի մարդու պես եկեք բոլորս համախմբենք, բոլորին ցույց տանք, որ Երևանցին երիտասարդությունը անտարբեր չի ու ժամը 4-ին գնանք Երևանի քաղաքապետարանի հանրային ճնշում գործենք, որ Երևանի քաղաքապետարանը այս չարաբաստիկ որոշումից հետ կանգնի։ Բոլորիդ սպասում եմ ժամը 4-ին ուրբաթ օրը Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ։ Սա ուղղակի ցույց է տալիս քաղաքի կառավարման այն ոճը, որ մենք այսօր ունենք Երևան քաղաքում։ Եվ ուզում եմ ուղղակի ասել, Տարոն ջան, սիրուն չի։ Սա ուղղակի մարդկանց առանց այն էլ պրկված նյարդերի հետ խաղալ է նշանակում։